Մեր հոգիները ստեղծված են այնպես, որ նրանք ունեն ծարավի խիստ զգացողություն։ Եվ մենք մի բան չենք կարողացել լավ հասկանանք մեր կյանքում, որ ոչ ջուրը սառնարանից, ոչ պաղպաղակը եւ մյուս բաները, եւ ոչ էլ այն բաները, որոնք փնտրում են որոշ մարդիկ, խմիչք, նարկոտիկ եւ այլն թմրանյութեր եւ այլն, դրանով լցնեն իրենց ներսը, որ զգան իրենց բավարար, դրանք չեն լուծում այդ ծարավի խնդիրը։ Ոչ մեկ չի լուծում այդ ծարավի խնդիրը։ Ես այսօր ուզում եմ խոսել մի կարևոր ծարավը հագեցնող աղբյուրի մասին, որից եթե խմես կամ եթե խմել ես ուրախ եմ, որ խմել ես, դու երբեք չես ծարավելու, որովհետև նա խոստացավ ինձ ով խմի, չի ծարավելու, բայց դուք նկատում եք, մենք ջուրը խմում ենք, հիմա բոլոր նրանք, որ նոր ջուր են խմում, ես նկատում եմ նորից վեգանան խմեցին, որովհետև այդ ծարավը ոչ մի ձև չի կարող հագենալ։ Մի ծարավ կա, որի համար այդ ծարավը ստեղծված է մարդկանց հոգիների համար, այդ զգացողությունը ստեղծված է տենց, որ դու այդ ծարավը զգաս, կհագենա միայն մեկով։ Միայն մեկով։ Այսօր վստահ եմ, դու շատ օրհնված գնալու ես տուն, կամ մարդ, որ սպասումներով է եկել, անպայման, նա, որ սպասումներով եկել է, վերցնելու է եւ գնա։ Այսօր մենք խոսելու ենք Աստվածաշնչից մի կնոջ մասին, մի կնոջ պատմություն ենք ուսումնասիրելու միասին, կին, որը մեռնում էր ծարավից, կին, որ մեռնում էր անապատում, կին, որը լքված էր, շպրտված էր, անտեսված էր, մերժված էր, նվաստացած էր, մեռնում էր անապատում, մեռնում էր, բայց ինչ որ մի բանը այդ կնոջը ապրեցվեց, եւ ես ուզում եմ, որ այսօր, եթե լավ չես ճանաչում, այդ ինչը եւ ով է, որ ապրեցրել է, այսօր մեկ քայլ ավել քո ճանաչողության մեջ առաջ գնաս, որովհետև հնարավոր է դու էլ այն մեկն ես, որ դու էլ քո կյանքում ունես մի ծարավի տեսակ, մի դժվարություն, մի խնդրեմ, մի խնդիր, որը վերածել է քո կյանքը տափաստանի, վերածել է քո կյանքը անապատի, եւ այդտեղ դու նստած լաց ես լինում մի մարդու նման, ով իր օրերն է հաշվում ավարտվելու։ Այս կինը իր օրինակով այսօր հրաշալի ծառայելու է մեզ ամենքիս։ Չնայած նրա պատմությունը մեզ կպատմի եւ նրա պատմությունը մեզ կտեղեկացնի հետեւյալը, չնայած որոշների անհաջող կյանքին, որովհետեւ բոլորը չեն, որ իրենց երջանիկ են զգում, բոլորը չեն, որ ունեցել են լավ անցյալ։ Հիմնականում մեր անցյալը լավը չի եղել։ Եթե ասում ենք լավը չի եղել, չի նշանակում անբարոյական ենք եղել։ Լավը չի եղել նշանակում է վերքեր կան ընդե, ցավեր կան ընդե, վատ հիշողություններ կան ընդե, վիրավորանքներ կան, որոնք մինչև հիմա դեռ քո հետ գալիս են, անարգված երիտասարդություն եւ մանկություն կա, սա է անցյալը։ Դժբախտ ամուսնություն, սա է անցյալը։ Սիրելի մարդկանց կորուստ, անցյալ։ Եվ անկախ նրանից, որքան մենք մեզ տեսնում ենք, մեր կյանքը տեսել ենք անհաջող, այս կինն այսօր ասելու է, չհանձնվես, շանս կա։ Հաջողակ եւ օրհնված լինելու շանս կա, ծարավը թագեցնելու մեծ շանս կա, Աստծոց նկատված լինելու մեծ շանս կա, լինելու օրհնված մեծ շանս կա, կյանքդ 360 աստիճանով փոխվելու մեծ շանս կա։ Կասես սրան ամեն։ Նա օգնելու է այսօր մենք հասկանանք, որ Աստված այն մեկն է, որ գալիս է մեր հետևից։ Դու այսօր այստեղ ես եկել, բայց նա քեզանից առաջ է, այստեղ եկել։ Որովհետև ասում են, որտեղ է բնակվում Աստված։ Ես ասում եմ, Աստծո խոսքն ասում է, նա բնակվում է իր սուրբերի, իր որդիների համայնքում։ Դու Աստծուն ես պատկանում։ Հիսուս ասաց 2-ից 3-ը հավաքվեն իմ անունից, ես այնտեղ եմ, բայց դուք ոչ 3 եք, ոչ 13 եք, ոչ 23 եք, դուք շատ եք, այո, եւ նա այսօր այստեղ է, ամեն, փառք Հիսուսին, եկեք ողջունենք նրանց ապահովություններով։ Չգիտեմ որտեղ ես դուք ես այդքան լքված կամ օտար զգում, մարդկա հենց այդպես լքված եւ օտար իրան զգում է իր տանը։ Որոշները իրենց լքված եւ օտար են զգում հարազատության մեջ, որոշները ընկերության շրջապատի մեջ, չգիտեմ որտեղ ես, դուք ես այդքան մենակ, այդքան լքված, այդքան օտար զգում, բայց ուզում եմ որպեսզի մի բան հասկանաս, եթե իրականում ճանաչես ով է Հիսուսը, դու կհասկանաս մի բան, որ ամեն ինչի միջով, որ քո տարիների եւ քո կյանքի ընթացքում անցել ես, նա դրա մեջ է եղել։
Եղել է որ անցել են տարիներ, հիշել ես խոմանկությունից, դրվագներ, երիտասարդությունից, ուսանողական կյանքից եւ ասել ես ինչ ժամանակվանից է Աստվածի հետ։ Տեղը չեմ բերել։ Կա տենց մարդ որ հասկացել է մեծ փորձություններով, դժվարություններով, անցել է, բայց մի հատ ձեռք, աներևույթ ձեռք, օգնել է իրան ու ասել ես Աստված չլիներ, չի հասնի այսօրվան։ Ամեն Աստված չլիներ, այստեղ չէի լինի։ Դու հասկացել ես չես ճանաչել նրան, բայց նա եկել է քո հետևից։ Դու չես իմացել նրա անունը, չես իմացել ինչպես կանչել, բայց զգացել ես, որ ինչ-որ մեկը քո հետևից գալիս է, ինչ-որ մի գերբնական ուժի ներկայություն ներկա է քո կյանքի մեջ։ Ամեն։ Այս պատգամի մասին ես խոսել եմ այս տարի 2025 թվականի մարտի 6-ին կանացի ծառայության ժամանակ, բայց ես ունեցել եմ խիստ առաջնորդություն այս պատգամն այսօր խոսել նաև եղբայրներին եւ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են այստեղ։ Ես անպայման վստահ հավատում եմ, որ դու շատ մխիթարված գնալու ես տուն, որովհետեւ մխիթարիչն այստեղ է։ Դրանից գիտեմ, որ մխիթարված ես գնալու։ Եվ այսպեսով այս կնոջ պատմությունը, որը տեղի ունեցավ մի անապատում մի ջրհորի մոտ, փոխեց այս կնոջ կյանքը եւ հզոր մեսեջ ուղարկեց Աստվածաշնչից ամեն կարդացողի համար։ Օրինակ, սա պիտի պարտադիր փոխի քո կյանքը։ Սա պարտադիր պիտի օգնի քեզ հասկանաս, որ Աստված ներկա է քո կյանքի ամեն վարքյանի մեջ, ամեն ծրագրի մեջ, ամեն քո քայլի մեջ։ Տերը ներկա է։ Ամեն։ Ինչու ջրհորներ, ինչու որոշեցինք խոսել ջրհորների մասին, գիտեք, եթե մի բանի անունը ջուր է, այն կենսական նշանակություն ունի մարդու համար։ Գիտեք, Աստվածաշնչում ամենահետաքրքիր հանդիպումները, պատմությունները ծավալվել են ջրհորների մոտ։ 11 տեղ Սուրբ գրքում նշվում է ջրհորների մասին։ Մենք հիշում ենք պատմություն ջրհորներից Սամարացի կնոջ հետ, երբ Հիսուսը հանդիպեց Հակոբի ջրհորի մոտ։ Հիշում ենք, որ Հակոբը այդ ջրհորը որ կառուցեց, ես երբեք չեմ մոռանում այդ հրաշալի այդ ցնցող պատգամը, երբ Հակոբը այդ ջրհորի մոտ իր գառներին հավատալ սովորացրեց, որոնք նայելով խայտաբղետ գծերին իրանց մերձացման ժամանակ ծնեցին խայտախարիվ եւ բծավոր գառներ, նայելով այն տեսիլքին, որ Հակոբը ջրհորի կողքը շարեց, տնկեց։ Ջրհորներ կյանքի համար շատ կարևոր օբյեկտներ են դրանք։ Եվ այս պատմությունը ծավալվել է ջրհորի մոտ։ Եվ պատմությունը, որի մասին ուզում եմ այսօր խոսել, կրում է հետևյալ վերնագիրը։ Օրվա խոսքը նայենք, որովհետև այս խոսքը ուզում եմ ամբողջությամբ նկարը նայեք, այնքան ես զգալու սրա կարիքը, այստեղ նայեք։ Գիտեք սա ինչ է։ Սա այն թղթերից մեկն է, որը դու ձեռքդ վեկալել ես, գրել ես քո հոգսը եւ տարել ես խաչի մոտ։ Այստեղ միլիարդավոր հոգսեր կան։ Գիտես, որ սրա մեջ նաեւ քո հոգսն է։ Դու այն կորցրել ես, բայց Աստված այս բոլորը հավաքել է։ Այն բոլորը կապած է խաչերից։ Ամեն։ Նա ճանաչում է քեզ, նա տեղյակ է քո հոգսից, ամեն բան անցյալի վրա, անցյալի խնդիրներ բարձրացած են խաչի վրա, ամեն բան լուծվել է խաչի միջոցով, ամեն օրվա խոսքը նայենք, ձեր բոլոր հոգսերը, եկ միասին կարդանք, դու սա անգիր գիտես, չեմ տանջվի սա քեզ սովորեցնելուց, 1, 2, 3 Ամեն Հաղթիրոջ։ Իսկ հիմա նայենք պատգամի վերնագրին։ Լահայրոյի ջրհորի հանդիպումը։ Այս հանդիպումը քեզ է սպասում։ Ամեն, եթե դու ուզենաս, այս հանդիպումը քեզ է սպասում։ Լահայրոյի ջրհորի հանդիպումը։ Այսօր ծանոթանալու ես այս շատ բարդ բառի հետ, լահայրոյ։ Եթե հրյա ուսուցիչ այստեղ ներկա լիներ, վարդապետ, արավին, նա անպայման լահայրոյի այս ջրհորի բառը այնքան լուրջ կբացեր քեզ համար, որ մեջից դուրս կգար 3 նախադասություն։ Բայց այդ հրյա ուսուցիչ այստեղ չէ, ես Տիրոջ օգնությամբ այն բացելու եմ ձեզ համար։ Այս մի բառից դուրս է գալու 3 կարևոր նախադասություն, որ կտանես տարին ավարտվում է, կտանես քո հետ,
կվերցնես քո հետ եւ կասես այս տարի այնինչ որ ես կամեցա դեռ եթե չեղավ դա դեռ չի նշանակում չի լինելու որովհետեւ ես դեռ հանդիպում ունեմ լահայրոյի ջրհորի մոտ ինչ որ մեկի հետ որը փոխելու է իմ կյանքը որը լուծելու է իմ ծարավի հարցը որը լուծելու է իմ խնդիրը ամեն լավ այսօր խոսելու ենք Հագարի մասին եթե որևէ մեկը կարդացել է այս պատմությունը խոսելու ենք Հագարի մասին կին ով մեզ ներկայացնում է մի պատմություն որը ամբողջովին նվիրված է ոչ թե իրեն այլ Աստծուն այս պատմությունը Հագարի պատմությունը չէ այս պատմությունը Աստծո մասին է այս պատմությունը Աստծո սիրո մասին է Աստծո շնորհքի սիրո ներման մասին է որ որքան էլ դու ապրել ես կոտրված պահեր որքան էլ դու զգացել ես որ դու լքված ես թողնված ես ուշադրությունից դուրս ես այսօր այս պատգամը փոխելու է քո կարծիքը որովհետև կարող է մարդ արարածը դա անի քեզ հետ բայց ես խնդրում եմ աչքերդ վերև բարձրացրու եւ նայի կամ մեկը որ քեզ սիրում է անսահման սիրով եթե նա կորցրել է հաշիվը քեզ ներելուց դա կորցրել է այն պատճառով որ քեզ շատ է սիրում ամեն փառք Հիսուսին գիտեք հիշում ենք մի կնոջ նաեւ Սամարացի կինը ես չեմ կարդա բայց սրա վրայով կանցնեմ հիշում ենք Սամարացի կնոջը այսպես մի ջրհոր էր օրվա կիզիչ պահին արևոտ են կիզիչ պահին որ գիտեք ասեղ օրվա մի հատ պահ լինում որ պետք չի ուղակի դուրս գալ տնից որովհետև ահավոր շոկ է լինում հա ուրեմն այս կինը մենք բոլորս կարող է համարձակություն վերցնենք ասելու անբարոյական էր, բայց արի միշտ ապիրասի անբարոյական, որովհետև դու չես իմանում, որ 5 ամուսին է ունեցել, 6-րդն էլ որ Հիսուսն ասեց, հիմա մոտը դա էդ էլ քո ամուսինը չի, դա դեռ չի նշանակում, որ ինքը կարող է եղել անբարոյական։ Միգուցե սա մի կին է, որտեղ մենք սիրում ենք, անպայման, 5 մարդ ունեցել էդ էլ 6-ը, հաստատ անբարոյական է։ Սա ռեկորդային ամուսնություն է գրանցել երկրի վրա, էսի չի կարող բարոյական լինի։ Ինչ գիտես։ Միգուցե այս կինը կանացի երջանկություն փնտրելու յետևից գնացել է, փորձել է իր կյանքը դասավորել, ամուսնացել է մեկի հետ, անհաջող է եղել երկուսի հետ, բայց ուզեցել է ընտանիք կառուցի, այնպես որ եկեք չշտապենք, բայց բոլորը հասարակության մեջ իրան վատ էին նայում, եւ այս կինը մի օր որոշում է, որ գա իր տան համար ջուր վերցնի, եւ գիտի, որ եթե ջրհորի մոտ գա, առավոտ կանուխ եւ զով ժամանակ է, դեռ հələ արևը չի վառում, հրյա կանայք բոլոր, ես միշտ ասել եմ, բոլոր բարոյական կանայք հպարտ են, որովհետեւ իրանք հպարտանում են իրանց բարոյականությամբ։ Ես քեզ մի բան ասեմ, մի հպարտիր բարոյականությամբ, հպարտացիր բարոյականությամբ, որովհետեւ այնքան բաներ կա, որ պիտի օրենքով հպարտանայիր կորցրել ես։ Ավելի լավ է դու հպարտացիր Աստծով, որը երբեք չես կորցնի։ Եվ այս կանայք կանգնած էին ջրհորի մոտ եւ պատկերացրու գալիս է մի կին, որ 5 ամուսին է ունեցել, Սամարիայի մեջ արդեն պատմություն ունի, 6-րդն էլ իր ամուսինը չի, որ իր հետ ապրում է, չգիտեմ երեխաներ ուներ թե չէ, բայց այս կինը եկել էր ջուր տանելու, նրան ջուր էր պետք, սա ջրհոր էր եւ կնոջը ջուր էր պետք, եւ այդ կինը ծարավ ուներ, եւ այդ կինը խնդիր ուներ, որ եկել էր ջրի ետևից, եւ այս կինը գալիս է այն ժամանակ, երբ որ հրյա կանայք չլինեին այնտեղ, որտեղ գիտեր, կիզիչ արևի ժամանակ ոչ մեկ այնտեղ չէր լինում։ Եվ կուժը ուսին հանգիստ գալիս էր եւ հանկարծ նկատում է ոչ թե կին է նստած ջրհորի մոտ, այլ հրյա տղամարդ, որ ընդհանրապես պիտի նստած չլիներ։ Այդ հրյա տղամարդը մի ուրիշ ձևի կհալածի իրան։ Եվ տեսնում ենք, որ կինը կանգնում է եւ սկսում է Հիսուսը, լսի։ Հիսուսը նստած էր ջրհորի մոտ եւ նա գիտեր, որ այս կինը գալու է։ Ուզում եմ այստեղ միջանկյալ մի բան ասել, որտեղ էլ որ դու կաս ձեր տանն ես, որտեղ ես, ես չգիտեմ որտեղ ես, ուր ես գնում եւ այլն։ Նա գիտի, որ պահին ոնց կազմակերպի հանդիպում քեզ հետ, որ դու ուղիղ այդ ադրեսով գաս, այդ հասցեով գաս։ Ինքը գիտեր, որ այս կինը անցնում էր Սամարիայով, ինքը գիտեր, որ այս կինը չէր կարող այդ հրյականանց ժամանակ ներկա լինել։ Եվ եկավ, նստեց, տեղավորվեց, եւ երբ որ այս Սամարացի կինը եկավ, խոսակցություն ծավալվեց։ Հիսուսը գիտի ինչ խոսա քեզ հետ։ Նա չի խոսա քեզ հետ երկար, նա կխոսա այն խնդրի մասին, որը քո ցավն է, որովհետեւ ցավն է մարդուն անհանգստացնում, ուրախությունը մարդուն չի անհանգստացնում։ Ցավի մասին խոսած այդ կնոջ։ Ես գիտեմ դու ով ես, այսքան ամուսին ես առել, ես էլ որ կա քո ամուսինը չի եւ այլն եւ այլն, եւ ես կինը զարմանում է։ Դու ով ես։
որ իմանում ես, թե ես քանի ամուսին եմ առել։ Դու մարգարե ես, դու կարող ես Մեսիան ես, որի մասին մարգարեներն ասում էին, մեր հայրերն ասում էին, հո, երբ որ տեսավ, որ Հիսուսը իր կյանքը պատմեց, կինը թողեց ուժն ու կուլան ու փախավ գնաց Սամարիա, որ բոլորին ասի, լսեք, ես ջրհորի մոտ մեկին եմ տեսել։ Կարող է սա այդ Մեսիան, որին բոլորը սպասում են, բայց եկեք գնանք։ Պատկերացրեք, մեկ հպում, մեկ հանդիպում, իժը վառեց այս կնոջ սիրտը, որ նա հերիք չի վազեց Սամարիա, այդ տիպի կնոջը լսեցին նաև հարևանները, ողջ Սամարիան, ինչ կար այդ կնոջ վրա, ինչ տվեց այդ հանդիպումը ջրհորի մոտ, որ այդ կինը ուժն ու կուլեն մոռացավ, գնաց, բայց ասեմ ավելին, հավաքեց բոլորին բերեց, բայց այս մասն ավելի կարևոր է ինձ համար։ Հիսուս ինչու շարունակեցի նստած մնալ ջրհորի կողքին, որովհետև նա գիտեր, որ այս կնոջ սիրտը վառել էր արդեն ինքը։ Նա գիտեր, որ այս կրակը գցել է այս կնոջ սիրտը։ Նա գիտեր, որ այս կինը վերադառնալու է, բայց գիտեր նաև փոթորիկով վերադառնալու։ Աստված եւ ջրհորների եւ կյանքի խոսքերի մեջ խոսում է քեզ հետ, հանդիպում է քեզ հետ, քո կյանքը պիտի պարտադիր փոխվի, չեն զորելու փոխվի, ավտոմատ փոխվելու է։ Մեկ Քրիստոսի հետ հանդիպում, արմատապես պիտի փոխի քո կյանքը։ Ամեն։ Այսօր խոսելու ենք ասացի Հագարի մասին, կին, որը փախել էր իր տիկնոջ, իր խազայկայի երեսից, Սարայի երեսից, եւ նայում ենք այստեղ Հակոբի ջրհորի մոտ կին, որը փախել էր ուրիշ կանանցից։ Երկուսն էլ վտարված էին կանանց հասարակության կողմից, բայց հարցրեք ինձ ինչն է սիրում Հիսուսի։ Ես ասել եմ դες, ես սիրում եմ, որ Աստված այսքան մարդասեր է, այսքան մեծ հասկացողության տեր է։ Գիտեք, ես ինչ եմ նկատել իմ ապաշխարության առաջին օրվանից, ես հասկացա, որ ես ընդունել եմ, սիրել եմ եւ հետևում եմ այն մեկին, որ գնում է բոլոր նրանց հետևից, ովքեր ընկած են, կոտրված են, մերժված են, հասարակությունից եւ ամենքից լքված են, ովքեր մեծ սիրո կարիք ունեն, Աստված դրանց ետևից է գնում։ Հագար, ով ես դու, եգիպտացի ստրուկ, ահա քո ստատուսը, կին, որի անգամ անունով չէին դիմում իր տերերը, կին, որ անգամ իր մարմնի վրա իշխանություն չուներ, եւ հանկարծ Աստված որոշում է, դեն գցված, կոտրված, ոչնչացման եզրին կանգնած մի կնոջ այցելել։ Սա Հիսուսն է։ Կին, որը Հակոբի ջրհորի մոտ ամաչելով էր եկել, որ հանկարծ ուրիշ կանայք երես ծեծանք չանեն իր ապրած կյանքը։ Եվ Հիսուսն եկավ ասաց. Եթե դու մի կյանք ապրել ես Սամարիայում որպես անարգված կին, երեսդ ես փակել, ամառվա այդ շոքին ուրիշ ժամանակ ես եկել, որ ոչ մեկի երեսը չտենաց, որ չծաղրեն, որ չխայտարակեն քեզ։ Ես այնպես եմ անելու, որ դու Սամարիայում ճանաչվածն ես որպես համար առաջին ավետարանիչ եւ 2000 տարի ինչքան ավետարանը կքարոզվի, կխոսանք քո մասին։ Ֆունդամենտալիստ Աստված է Հիսուսը։ Նա երբ որ գալիս է, նա գալիս է որ քեզ դուրս անի անցալից։ Դուրս անի անցալից։ Ամեն։ Այստեղ հասկացաք, նա գալիս է որ ձեզ դուրս անի անցալից, որովհետև ես միշտ ասել եմ, մեր անցյալը նման է մեկ արկը հոտած ձվի։ Դու ուր գնում ես, դա կարծես հետևիցդ գալիս է։ Մարդիկ են քեզ հիշացնում, մեծ մարդ ես գնում ես միտեղ հիշացնում են, դու որ պուճուրեի ռետուզիտ մեջ էիր անում։ Բոլորը ովքեր պուճուրեի ռետուզի մեջ էին անում։ Ասենք մեծ մարդ ես, բան նայում ես ու մտածում ես բոլորը խնդում են, որ դու ռետուզի մեջ ես։ Բա ուր, ալելույա, գնայի։ Ասենք մեկ ուրիշին ասում է, հա, դու գիտես չէ, պաստայանի փեսլինքը տերա գադա, պաստայանի փեսլինքը հելվել, դու իսենց արդեն ամուսնացել է բան։ Ալելույա, երեխաներ բան ունի, խայտարակում են տղային, փեսլինքը 10 կտիցդ գալիս էր եւ այլն ես կոմենքում, ես ուզում եմ ասեմ, այնքան փեսլինք Ամերիկացից եկե, այնքան սխալներ ենք մենք թույլ տվել, այնքան ժամանակ ընկած, անարգված բոլորից մերժված ու չնկատված հայտնվել ենք շատ ցածր տեղերում, բայց նա ներկա է եղել, նա տեսել է եւ ասել է, մի օր կգա, որ մենք իրար հետ ջրհորի մոտ կհանդիպենք, ես կխմեցնեմ այնպիսի ջրեր, որոնք արմատապես կփոխեն քո կյանքը, մի մտածիր։
Եկ մի անգամից կարդանք ծննդոց գիրքը։ Եկ մի անգամից կարդանք ծննդոց գիրքը։ Եվ Աբրահամի կին Սարան չէր ծնում նրա համար։ Եվ նա մի եգիպտացի աղախին ուներ անունը Հագար։ Եվ Սարան ասաց Աբրամին. «Ահա Եհովան ինձ արգելեց ծնելու, ուրեմն աղախնից մոտ մտիր։ Գուցե նրանից որդի ստանամ»։ Եվ Աբրահամը Սարայի ձայնը լսեց, եւ Աբրամի կինը Սարան իր եգիպտացի աղախին Հագարին առավ։ Աբրամը Քանանի երկրում 10 տարի բնակվելուց հետո եւ տվավ նրան իր մարդին Աբրամին, որ նրան կին լինի։ Եվ նա մտավ Հագարի մոտ, եւ նա հղիացավ։ Եվ երբ որ տեսավ թե հղի է, իր տիկին իր աչքի առաջին անարգվեցավ։ Եվ Սարան ասեց Աբրամին. Իմ անիրավությունը քեզ վրա լինի։ Ես իմ աղախինը քո գիր կտվի, եւ երբ որ տեսա թե հղի է, ես նրա առաջին անարգվեցա։ Եհովան իմ ու քո մեջտեղը դատաստան անե։ Եհովան իմ ու քո մեջտեղը դատաստան անե։ Գնանք, եւ Աբրահամն ասաց Սարային. ահա քո աղախինը քո ձեռքին է, ապա նրա ինչ որ հաճո է քո աչքին, եւ Սարան նեղեց նրան, դուք ուշադիր եք կարդում, Սարան նեղեց նրան, եւ նա փախավ նրա երեսից, եւ Եհովայի հրեշտակը գտավ նրան անապատում ջրի աղբյուրի մոտ, սուրի ճանապարհի վրա լինող աղբյուրի մոտ, եւ ասեց. ով Սարա, աղախին Հագար, ով Սարայի աղախին Հագար, որտեղից ես գալիս եւ ուր ես գնում, եւ նա ասեց. ես իմ տիկին Սարայի երեսից փախչում եմ, երեսիցն է փախչում, եւ Եհովայի հրեշտակը ասաց նրան. ետ դարձի քո տիկնոջ մոտ եւ նրա ձեռքի տակ խոնարհվի, եւ Եհովայի հրեշտակը ասաց նրան. քո սերունդը շատացնելու է եւ շատությունից չի համրվի։ Եվ Եհովայի հրեշտակը ասաց նրան. ահա դու հղի ես եւ որդի կծնես եւ նրա անունը Իսմայել կդնես, որովհետեւ Եհովան լսեց քո տառապանքը եւ նա մի վայրակ մարդ կլինի, նրա ձեռքը ամենի դեմ եւ ամենի ձեռքը նրա դեմ կլինի եւ նա իր բոլոր եղբայրների առաջին կբնակվի եւ նա իր հետ խոսող Եհովայի անունը կանչեց, թե դու իմ տեսիլքի Աստվածն ես, որովհետեւ ասեց. արդյոք էլ կտեսնեմ այստեղ իմ տեսիլքից հետո, վասն որու այն ջրորի անունը Լահայրոյի ջրհոր դրավ, ահա նա Կադեսի եւ Բարաղի մեջտեղն է։ Եվ Հագարը մի որդի ծնեց Աբրամին, եւ Աբրամը Հագարի իր համար ծնած որդու անունը Իսմայել դրավ։ 16-ն լավ, Իսմայել դրավ։ 15 ներողություն, այտենց է պիտի լիներ, 15-ը։ Պատմություն ենք տեսնում, որ եգիպտացի ստրուկ կինը Հագար անունով ապրում էր Աբրահամի եւ Սարայի տանը որպես ստրուկ, որպես ծառա, եւ հանկարծ մի օր երբ Աստված խոսեց Աբրահամի հետ, որ որդի պիտի ծնես, Սարան ալիքները խառնեց, ինչը շատ նման է կանանց։ Տան մեջ տղամարդը եկավ մի հատ հայտարարություն արեց, նկատել է պարտադիր կինը փոխում օրույլը, փոխում է։ Չէ, ասենց լավ չի, ինքը պիտի պարտադիր փոխի, չէ, ասենց լավ չի, արի ասենց անենք։ Մարդը եկել է բան ասում, հա, եւ անպայման պիտի կինը, ու դուք նկատում եք վերջում լինում այնպես, ինչպես կինն է ուզում։ Ոնց որ էս պարագայում էլ այդպես եղավ։ Աստված ասեց Աբրամ որդի ես ունենալու, լսեք Աստված չգիտեր, որ նրա կինը Սարան է։ Գիտեր, կարող է գիտեր, որ Վարսիկն է իր կինը։ Գիտեր, որ Սարան է։ Ասեք Սարա դու ո՞նց տեղը չբերեցի, որ Աստված տեղն է բերում։ Որ վերկացար Հագարին ասացիր, երևի Աստված հաշվի չի առել, մոռացել է, որ ես մեծ կնիկ եմ, չբերեմ արդեն, այ քեզ բան իմ ժամանակ արդեն անցել է, սենց անհեթեթ բաներ Աստված չէր ասի մարդուն, Աբրահամ, քեզանից սերունդ եմ անելու, գիտի որ դու բանի պետք չես, ալելույա, ես էլ բանի պետք չեմ, ալելույա, մեզանից ինչ սերունդ, երևի մի բան շփոթել Աստված, բեր ես տեղը գցեմ։ Եվ ինչ արեց, վերցրեց Հագարին, տեսեք, անգամ Հագարը չկարողացավ ասել, ներողություն, իմ մարմինը բարձով չի տրվում։ Եվ դարձրեց սուրագատնի մամա։ Հետո ասում են սուրագատնի մամաների մասին գրված է սուրբ գրքում, իհարկե, Հագար, համար առաջին սուրագատնի մամա։
Եվ եկալան այս աղջիկա գլխին այս պատմությունը սարքեցին, ուղղակի սարքեց Սարան Հագարի գլխին այս պատմությունը, հերիք չի որ սարքեց, այս էլ որ հղիացավ մի քիչ լավ զգաց իրան, որովհետև հղիացել է եւ այլն, չգիտեմ, միգուցե որ արդեն հղիացել էր մի քանի բան ուներ Սարային ասելու, մեծ կնիկ է, չբեր կնիկ է, եւ ասում էր չբեր շուն, շունը որ շունը, ծակ ունենում, այն էլ մի թափից մի 6 հատ, դուսկի մի հատ է չկարողացավ, չբեր շուն, միգուցե ասես ձեռ էր առնում իրան, եւ որովհետեւ գրված է մի բան էր անում, որ Սարայի բարկությունը բորբոքեց։ Ուղղակի որ հղիացավ չբորբոքվեց։ Դա Սարայի պլանն էր, դա Սարայի ծրագիրն էր, բայց մի բան էր անում, որ Սարային հունից անեց, եւ ասեց չբեր շուն եւ այլն, պարավ մարավ, Սարայի կարգա, ինչ ասես ասել է, էլի երևի վերջը։ Եվ Սարան բորբոքվեց եւ Աբրահամին ասեց. «Դուրս սրան»։ Նկատեք Սարան իշխանուհի էր, «Նես սրան» Աբրահամն ասեց այո, «Դուս սրան» Աբրահամն ասեց այո, «Վերցրու սրանքին» Աբրահամն ասեց այո, Աբրահամ, ալելույա, ալելույա, շատ հետաքրքիր դեմք էր Աբրահամը, ես ասել եմ ու միշտ էլ ասել եմ, երկինք հենց գնամ առաջի բանը որ անեմ, պիտի Աբրահամից ներողություն խնդրեմ, շատ բաներ եմ խոսացել Աբրահամի դեմ, էսի անելու բան էր Աբրահամ, բայց դե արեց մարդը, ուզում եմ մի քիչ առաջ գնանք մի երկու բան նայենք, նախ եկեք նայենք ինչ է նշանակում Հագար անունը, Հագար նշանակում է օտար եւ անծանոթ, քեզ ծանոթ է այս բառը, որ դու շատ անգամ քեզ օտար ես զգացել անգամ քո տան մեջ, օտար ես զգացել անգամ քո հարազատների մեջ, ու դու զգացել ես, որ դու անտեսված ես, դու մերժված ես, քեզ ծածկել են, փորձել են անտեսել քեզ, այո, Հագար նշանակում է օտար, անծանոթ, դե մենք տեսանք Սարան ինչպես ուրեմն վարվեց, հետո տեսանք, որ արդեն Հագարը անապատում էր, անապատում, որտեղ ջուր չկար, անապատում, որտեղ հղի վիճակում կինը մեռնում էր եւ այլն, եւ գրված է, որ մի հրեշտակ, այստեղ ուշադիր նայի, որովհետեւ Լահայրոյի անունը սկսելուց եւ բացատրելուց առաջ պիտի սանայես, ասեց, այն Աստվածը իմ տեսիլքի Աստվածը, գիտեք, ոչ միտեղ չի գրված, որ Հագարը հավատացյալ էր տեսիլք էր տեսնում, vision, կամ մարգարեական երազներ էր տենում, կամ աղոթում էր եւ Աստված իրան մի տեսիլք տվեց, չէ, տեսիլք նշանակում է այն մեկը, որ տեսա, որ հետևիցս գալիս է, Լահայրոյի կենդանի Աստված, նա ով տեսնում է ինձ, ջրհորի անունը տվեց, Լահայրո, բիր Լահայրո, բառը ունի մի քանի հատ նախադասություն իր մեջ, ասեց այն մեկը իմ տեսիլքի Աստվածը, այն մեկին որ տեսա, որ ստվեր էր հետևիցս, երբևիցե եղել է, որ դուք գնաք ու դուք զգաք, ձեր հետևից մարդ է գալի, ու որ մի քիչ մութ է եղել, արագացրել ես քայլերդ, մտածել ես, կարող է քո հետևից է գալի, ստվեր, որ ասում է, որ հետևիցդ մարդ է գալի, կամ մարդ որ հասկանում է, դու էլ ունես այդ ստվերը քո կյանքում, դու ուր գնաս նա գալիս է քո հետևից, կարևորը որ դու Հագարի պես կարողանաս տեսնես, որ նա այն մեկն է, որ գալիս է քո հետևից, ուր որ գնաս, անարգված ես, օրհնված ես, ուրախ ես, երջանիկ ես, սոված ես, ծարավ ես, տխուր ես, թե կերակրված ես, նա քո հետևից է գալիս, ամեն, եթե նա չգար քո հետևից, դու հիմա վաղուց մեռել էիր, հավատալ, վաղուց չկայիր, Լահայրոյի կենդանի Աստված, նա ով տեսնում է ինձ, մի թույլ տվեք բառը ավելի բաց, հաջորդ բանը, ասում է եւ դա գտնվում էր Կադեսի եւ ուրեմն Բիրի ճանապարհների մոտ եւ հիմա այս բառը եկեք ամբողջացնենք, իրար կպցնենք եւ նայենք ինչ է իրանից ներկայացնում, Բիր Լահայրոյ անունը եբրայերեն թարգմանաբար նշանակում է նրա ջրհորը, Աստծո ջրհորը, ով կենդանի է եւ տեսնում է ինձ, Էլ-Ռոյ բառը, նայեք Ռոյ առանձնացած է, Աստծո անուններից մեկն է Էլ-Ռոյը, որը նշանակում է Աստված, ով տեսնում է ինձ, Հագարը, հեթանոսկին, բայց հավատաց, որ կա կենդանի Աստված, ով տեսնում է իրեն, ով իրեն իր դժվար ժամանակներում ուղղակի հետապնդում է, հավատա, լավ ընկերդ, կողքիդ է եւ դու լավ ես, բայց երբ որ դու վատ ես, բոլորն են քեզ թողում, այո, բայց նա ամեն ժամանակ է քեզ հետ, ասեց, այն մեկ կենդանին, նրա աղբյուրը, ով կենդանի է, ով տեսնում է ինձ, Բիր Լահայրոյ, Էլ-Ռոյ, որ նշանակում է Աստված, որ տեսնում է ինձ հետ միասին ասա, Էլ-Ռոյ,
Աստված որ տեսնում է ինձ։ Նայիր, սա սանուններից մեկն է։ Քո աղոթքիդ մեջ կանչիր, ես ուզում եմ իմ կյանքում գաս որպես Էլրոյ եւ ասես ես այն մեկն եմ, որ բացակաչ եմ, ներկա եմ քո կյանքում։ Ես Էլրոյն եմ, ես այն Աստվածն եմ, որ տեսնում եմ քեզ, որտեղ էլ որ դու լինես։ Ամեն։ Տուր Աստծուն բարձր տապարություն։ Հալելույա։ Հաջորդ բանն եմ ուզում որ նայենք։ Հագարը ներկայացնում է մարդկանց այն տեսակը, որոնք գտնվում են անհաղթահարելի թվացող իրավիճակներում։ Եթե ես այսօր հարցնեմ, չեմ ուզում որ դու ձեռք բարձրացնես, բայց հարցնեմ, ինչպիսի իրավիճակում ես գտնվում դու, կարող է ոչ բոլորը, բայց որոշները վեր կանան եւ ասեն, ես լավ չեմ։ Ես վատ եմ։ Ես խնդիրներ ունեմ իմ կյանքում, որ ներեցեք ազնվությանս համար կասես, ես անհնարին եմ տեսնում դրա լուծումը։ Չկա տենց բան, որ քո մտքով, գիտեք որքան էլ հավատում ենք մենք Աստծուն, բայց մենք մի հատ ներսում sense մի բան ենք զգում։ Երբեմն մենք զգում ենք, որ այս խնդիրը անհնարին է։ Նկատել եք։ Կա ազնիվ մեկը որ ասի, դու հավատում ես Աստծուն, դու կանոնավոր հաճախում ես եկեղեցի, բայց դու ասում ես, ներեցեք ինձ, բայց ես չեմ հավատում, որ այս խնդիրը կարող լուծվի։ Աստված, հələ ասեմ ավելին, ասել ես Աստված էլ չի կարող էսի լուծի։ Որովհետև դու տեսնում ես, դու շատ աղոթել ես, դու սրա համար շատ կանգնել ես, բայց սրա համար լուծում չկա, եւ ոնց որ մի տեղ սրտիդ մեջ ձեռքերդ կախել ես, թևերդ թուլացել են, կախվել են, հիասթափվել ես եւ ասել ես, չէ, սրան լուծում չկա։ Ես ուզում եմ ասել, Էլրոյը քեզ ասելու բան ունի։ Ես այն Աստվածն եմ, որ գալիս եմ քո ետևին։ Ես տեսնում եմ քեզ, որտեղ կաս եւ ինչ վիճակների մեջ կաս, ամեն։ Հագարը վեր կացավ եւ ասեց, Լահայրոյ, նրա աղբյուրը ով կենթանի է։ Հիմա մենք կնայենք, որ մի քանի տեղ մեկ ուրիշ բան։ Հագարը ամենավատ պայմաններում ձեռք բերեց հույս։ Աստված, ով գտավ իրեն, լսեց, կոչեց իրեն իր անունով եւ տվեց հարցեր նրա կյանքի վերաբերյալ։ Այդպես է թե չէ, հա։ Եկեք նայենք 16-րդ գլխի 7-րդ խոսքը։ Եվ Եհովայի հրեշտակը գտավ նրան, անապատումը ջրի աղբյուրի մոտ, սուրի ճանապարհի վրա լինող աղբյուրի մոտ։ Եվ Տիրոջ հրեշտակը գտավ Հագարին։ Հագարը հավատացյալ չէր։ Հագարը եգիպտացի էր, հեթանոս կին, ստրուկ կին։ Դու այդ կարգավիճակում չես։ Դու Աստծո դուստր եւ Աստծո որդի ես։ Դու ավելին ես, քան Հագարը, հավատա։ Ասում է եւ Եհովայի հրեշտակը գտավ։ Լսեք, այստեղ ուզում եմ կանգ առնենք։ Պաստորեն հրեշտակը ման է եկել Հագարին։ Ման է եկել, գտել է, ու տեսել է անապատում նստած է, բայց այս ջրհորը չէր տեսել Հագարը անապատում, որովհետև կտեսնենք, երբ որ Իսմայելն է ծնվում, մի հատ էլ է ինքը գնում անապատ, նստում, որ տեսնի ինչպես է որդին մեռնում, որովհետև Սարան իրանց տնից դուրս է անում, նորից դուրս է անում, այս անգամ արդեն Իսմայելը ծնվել էր, երեխայի հետ միասին գնում է անապատ եւ կրկին անապատում հանդիպում է Տիրոջ հետ։ Ուր էլ որ գնաս, քո կյանքում որքան անգամներ էլ տեղի ունենան այսպիսի խնդիրներ, այդքան անգամներ էլ նա քո հետևից է գալիս։ Ուր որ գնաս, փառք Հիսուսին։ Որովհետև Աստված ուզում է, որ դու իմանաս, որ ինքն է ջուրն ու ջրհորը։ Ես եմ այն ջուրը եւ այն ջրհորը, որ կփրկի քեզ չորանալուց, սպառվելուց, մեռնելուց։ Ում ուզում ես դիմիր, ոչ մեկ քեզ չի կարող օգնել։ Երկար բարակ կխոսեն, քյալափարթի կասեն։ Այսպես երկար բարակ կխոսեն, արդյոք մի բան ուզում ասի, որ մխիթարի քեզ։ Ինչ բժշկի ուզում ես դիմի, մեկը։ Գիտեք, ոչ մի հիվանդության համար դեղ գոյություն չունի։ Դուք չեք նկատում, ինչ էլ ուզում են մարդիկ խմեն ինչպեսի դեղ, մեկը վերջում մահանում է։ Նկատել եք։ Ոչ մի հիվանդության դեղ էլ գոյություն չունի, բայց կա մի դեղ, որ թե մեր մարմնի համար կարող է լինել բժշկություն, եւ թե մեր հոգու համար, դա Հիսուսն է։ Ամեն։ Դա Հիսուսն է։ Ես եմ քո ջուրն ու ջրհորը, որ կփոխի քեզ չորանալուց, սպառվելուց եւ մեռնելուց։ Գիտեք, ժամանակներ կա, որ կարող խնդիրներ քեզ տանեն դեպրեսիայի մեջ, քշեն քեզի տանեն մի անապատ, որտեղ չկա ոչ ձայն, ոչ մարդ, տանեն քեզի մի ներքին սենյակ, որտեղ ոչ մեկ քեզ չի այցելի,
Ոչ մեկ չի էլ հետաքրքրվի, դու մեռած ես, թե կենդանի ես։ Ու դու կնկատես, որ քո սեփական ընտանիքում, քո սեփական տան մեջ դու քշված ես ինչպես Մեմփիբոսթեն քշվեց Լադաբար, վայր, որտեղ չկա խոսք եւ ձայն։ Բայց Աստվածը տեղել Մեմփիբոսթեին էլ հանդիպեց եւ Լադաբարից այդ չոր ամայի տեղից կանչեց եւ Մեմփիբոսթեի պես ավիրված հաշվանդամ մարդուն թագավորական սեղանի կողքը նստացրեց։ Սա մեր Հիսուսն է, որի անունն է Էլրոյ, Լահայրոյ, որն ասում է ես եմ քո ջուրը եւ ես եմ քո ջրհորը։ Ամեն։ Ես այսպես չէի ծափահարի նրան։ Ամեն։ Նա արժանի է, որ բացականչես եւ ասես այո Տեր, ես հավատում եմ, դու իմ Էլրոյն ես, իմ Լահայրոն ես, իմ կենդանի աղբյուրն ես, իմ դեսինքի Աստված է, դու այն մեկն ես, որ գալիս ես իմ ետևից, դու այն մեկն ես, որ տեսնում ես ինձ։ Ամեն, ամեն, հալելույա։ Եկ կարդանք Ծննդոց 16:8։ Ծննդոց 16:8, ահա, եւ ասաց, ով Սարայի աղախին Հագար։ Ես ուզում եմ, որ դու ուշադրություն դարձնես, նա կարող էր ասել, «Էй, դու Սարայի աղախին, քեզ հետ եմ», բայց նա նրան ասեց, «Հագար, Աստված քեզ ճանաչում է քո անունով»։ Ամեն։ Եկավ եւ ասեց, «Ով Սարայի աղախին Հագար»։ Ուշադրություն, հարցեր, որը Աստված այսօր քեզ է տալու։ Ուշադիր, ուր ես եթում։ Ուր ես գնում, Հագար, ես որտեղ ես եկի հայտնվել, ուր ես գնում, Հագար, որտեղից ես գալիս, հարց, որտեղից ես գալիս, տնից, ուր ես գնում, չգիտեմ, շատ լավ, եւ նա ասաց, ես իմ տիկին Սարայի երեսից փախչում եմ, Հագարը հղիր, Հագարը հայտնվել էր անապատում, եւ հանկարծ Աստված անապատում այս հարցերն է տալի, որտեղից ես գալիս, դու որտեղից ես վնասված, որտեղ են քեզ նեղացնում, որտեղ ես որ քեզ շատ ալարգված ու նվաստացած ես զգում, լսեք, ուր ես գնում, ասաց փախչում եմ իր երեսից, Սարայի երեսից եմ փախչում, հիմա կհասնենք նրան, թե ինչ ասեց Աստված, Սարայի երեսից եմ փախչում, Աստված այն մեկն է, ով տեսնում է քեզ, ով կանչում է քեզ քո անունով, որովհետև դու հատուկ մեկն ես իր համար, ես չգիտեմ տանը ոնց են կանչում քեզ, ես տղամարդկանց եմ տեսել, որ տանը իրանց կանանց անենց անշնոր կանոնով են կանչում, որ կանայք կանգնած տեղը արցունքներ են թափում աչքերից, կարող է քեզ տանը լավ չեն վերաբերվում, կարող է քեզ տանը լավ անունով աղջի, կամ եկավ ես բձին, եկավ ես հոգս, մեր տան հոգսն է, ծանոթացեք, այսինքն պապան եկավ անունը եղավ իր հոգս, եկավ հոգսը, եկավ փնփնթացողը, այդ փնփնթացողը, որ փող բերում է, շատ լավ է, ալելույա, հիմա ասում է եկավ այդ հոգսը, ես չգիտեմ ում ինչպես են տանը անվանում, բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ դու հատուկ մեկն ես Աստծո համար, ով քեզ կանչում է քո անունով, որտեղից ես գալի, ուր ես գնում, Հագար, ուր ես գնում, որտեղից ես գալիս, այս հարցը քեզ Տերը տալիս է, որտեղից ես դու ճնշվում, որ փախել ես անապատ, բա որ փախնում ես, ուզում ես փախնես, գիտես որ գնաս, չէ, Հագարը չգիտե, դու էլ չգիտես, բայց հիմա տես Աստված քեզ ցույց կտա ուր գնաս, պատրաստ ես, ասա ցույց կտա քեզ ուր գնաս, ալելույա, դուք ինչ-որ մի բան վերցնում եք այսօր, Փառք Տիրոջը, ալելույա, եւ քեր Հիսուսը ընդհանրապես բնավորությունն էր հարցեր տալու, ում որ տեսնում էր ասում էր ինչ է քո անունը, կամ ասում էր ինչ ես ուզում, գիտեք ինչի համար, որովհետեւ ինքը ուզում է կոնտակտ ստեղծի մեզ հետ, ուզում է մտերմություն ստեղծի, ասում է պատմիր,
Լսեք, մարդը տեսնում է, Հիսուսը տեսնում է, Բարտեմիոսը կույր է, ու ինքը գիտի, որ Բարտեմիոսը իծն է կույր է, եւ Բարտեմիոսին հարց է տալի, ինչ ես ուզում, որ քո համար անեմ, միթե դա տրամաբանական հարց է, կույր մարդուն ասում ես, ինչ ես ուզում, նա էլ ասում է, ուզում եմ տեսնեմ կույրեմ, ասում է, կույր ես, ուզում ես տեսնես, չես տեսնում Հիսուս, որ կույր է տեսնում է, ուղղակի ուզում էր Հիսուսը Բարտեմիոսի հետ անձամբ ծանոթանալ, որ Բարտեմիոսը լսեց, որ իր հետևից գոռում է. Դավթի որդի Հիսուս, ողորմիր ինձ։ Ասաց, Բարտեմիոսը կույր լինելով ճանաչում է ինձ, ես ուզում եմ գնամ Բարտեմիոսի մոտ եւ անձամբ սեղմեմ նրա ձեռքն ասեմ, այո, ես Դավթի որդի Հիսուսն եմ, ես այստեղ եմ քեզ համար։ Ամեն, ես այստեղ եմ քեզ համար։ Նա այսօր է Դավթի որդի Հիսուսը, քեզ համար այստեղ։ Ամեն, քեզ համար։ Եվ Հագարը լսեց, որ Աստված ասեց, ուր ես գնում, որտեղից ես գալի, հավատա Հագարը զգաց, որ ինքը նկատված է։ Ինչ-որ մեկը հետաքրքրված է իրանով, ինչ-որ մեկը իր հետևից ընկածման է գալի, ինչ-որ մեկը ասեց, ինչ-որ տեսիլքի նման, ստվերի նման Հագարը գնում եւ մտածում, սովա է գալիս, Այս սովա է, հետևից կա, ինչ է ուզում ինձանից, կա չէ որ այդ ստվերը որ գալիս է նեղվում ես։ Նա ամեն բանի մեջ քո կյանքում։ Երեք լաց ես եղել, թե այսօր առավոտ ես լաց եղել, երեք ես կոտրված եղել, թե այսօր, թե անցյալ շաբաթ էիր կոտրված, եւ կոտրված էիր կամ լացում էիր, կամ քեզ ինչ-որ մեկը վիրավորեց, կամ մեկը անարգեց, կամ մեկը դուռը խփեց քո վրա, նա ներկա էր այնտեղ։ Ամեն ինչ թույլատրված է Տիրոջով։ Դա պատճառ ունի, ամեն։ Մի օր բոլոր նրանք, ովքեր քեզ անարգել են, բոլոր նրանք, ովքեր տերորել են քեզ, բոլոր նրանք, ովքեր ցավացրել են քեզ, բոլոր նրանք, ովքեր խայտարակել են քեզ, մի օր են բոլորի աչքի առաջ Աստված քեզ բարձրացնելու է։ Դու երևի սպասում ես, որ ես ասեի, Աստված դրանց սավի հանխից գալու է, որտեղ այդ տարբերակը շատ է ուզում։ Ես ինձ թույլ չեմ տա տենց ասեմ, ես ավելի լավ այսպես կասեմ, մի օր բոլորի առաջ նա քեզ կբարձրացնի։ Աստված ուզում է, որ դու զգաս քեզ նկատված։ Հագար, այո, որտեղ ես դուք իմ անունը գիտեք, ես գիտեմ, Հագար, բոլոր մարդկությունը արարվել է իմ մատներով, դու նույնպես։ Աստված ուզում է, որ դու զգաս քեզ նկատված։ Նա այսօր տեղ է տալի քո պատմությանը, ասում է պատմիր, արի մի քիչ պատմի։ Նա տեղ է տալի քո պատմությանը, որպեսզի դու պատմես այն ինչի մասին, որ միգուցե ոչ ոք այլևս չի կամենում լսել, եւ դու որոշում ես պատմել։ Լսեք, լսել եմ, որ ասում են, երկար բարակ մի գնացեք աղոթեք, Աստծո զահլեն մի տար։ Նա քեզ ասել է, որ այս մարդը, որ գալիս է աղոթելու, զահլես ստանում է։ Բա որտեղից այդ խորհուրդը, որ տալիս ես մյուսին։ Երկար բարակ մի աղոթեք, հա, երկար բարակ մի գնացեք Տիրոջ հետ, խնդրեք Աստծո զահլեն մի տար։ Տերը քեզ ասեց, սրանց ասա, որ երկար բարակ չաղոթեն, զահլես ստանում են։ Ես քեզ ուրիշ բան կասեմ։ Եթե բան ունես պատմելու Հիսուսին, ու դա կտևի 3 ժամ, խորհուրդ եմ տալի գնա 3 ժամ նստի, նրա ոտերի առաջ, լացել ուզում ես լացես, անպայման լացի չմոռանաս։ Լաց դատարկվիր, պատմիր դատարկվիր, խոսա նրա հետ, ստեղծի կոնտակտ Աստծո հետ, ստեղծի կենթանի հարաբերություններ Աստծո հետ։ Դուրս արի ներքին սենյակից այնպես, որ զգաս, որ սիրտդ ամբողջովին դատարկված է։ Դու պատմություն ունես, պատմելով, որ ոչ մեկ չի լսում քեզ։ Դու պատմություն ունես, որ միտեղ պատմես, ասում սել այդ երգը սկսավ երգելը, խուսափում են քեզանից եւ այլն։ Ես ուզում եմ քեզ ասեմ, Հիսուսը սպասում է քեզ։ Լահայրոյի ջրհորի մոտ, Էլրոյը սպասում է քեզ։ Գնա ընկի նրա ոտքերը ու պատմիր քո պատմությունը։ Տեր, ես անուն առանուն պատմի, տեղը տեղին պատմի, որովհետև եթե ես քեզ այսօր ասեմ մի պատմի, դու մեկա, այդ ցավը քո սրտում պահելու ես, ու նորից ես զգալու կարիք պատմելու, գնա եւ պատմիր Հիսուսին, գնա եւ լացիր նրա ոտքերի մոտ, գնա եւ անհամաձայնությունները, որ համաձայն չես որոշ բաների հետ պատմիր Հիսուսին։ Նա Էլրոյն է, որ գալիս է քո ետևից, գալիս է ոչ թե նրա համար, որ դու իմանաս ուղղակի գալիս է նրա համար, որ քեզ ասի, Հագար, ուր ես գնում, որտեղից ես գալի, ես այն մեկն եմ, որ պատրաստ եմ քեզ լսելու, ես եմ եկել քո հետևից, որ քեզ հետ ծանոթանամ, ես եմ եկել քո հետևից, որ առաջարկեմ իմ ընկերությունը քեզ, եկ ընկերանանք իրար հետ, եկ խորապես ճանաչենք իրար, քեզ ինչ է պետք, պատմությունը պատմես ինչ արես Սարան, նստիր պատմի, ես կլսեմ,
Ես ժամանակ ունեմ, պատմիր Հագար։ Հագարը միգուցե պատմեց այդ Աբրահամը, այդ մորտը։ Ես եկել բادرակինը եւ Աստված լսում։ Հա բادرակինը, դուք չեք իմանում այդպես կին որտեղ կա։ Գիտեք ինձ ինչ օրը գցեց։ Էլի ինձ դեմ տվեց իր ամուսնուն։ Վերջում էլ ինձ հանեց ու շփոթեց։ Պատմիր Աստծուն այդ պատմությունները։ Պատմիր, որովհետեւ կրկնում եմ, եթե չպատմես, քո մեջ կմնա չպատմված պատմություն, որը կրկին մաղձի պես կցավացնի քեզ։ Պատմիր։ Եթե դու ուզում ես, գիտեք երբեմն լինում է ես գնում եմ ներքին սենյակ եւ Աստծուն մի պատմություն եմ պատմում, որ պատմել եմ 30,000 անգամ։ Լավ եմ անում, որովհետեւ երբ որ պատմում եմ, թեթևացած դուրս եմ գալիս։ Առնվազն գոնե այդ պահին եւ այդ օրը ես կարողանում եմ անցկացնել Աստծով, երբ նրան պատմում եմ։ Այո, մի լացի, եթե քո մեջ լաց կա, լաց եղի։ Որովհետեւ պիտի լացես, որ դատարկվես, լացես, որ ազատվես, լաց եղի։ Քո արցունքները արժեքներ ունեն նրա համար։ Քո արցունքները դրանք լուրջ վկայություններ են քո ցավի մասին։ Արցունքներ, որոնք լուր պատմում են, թե որքան քո սիրտը կոտրված է, եւ Աստված ուզում է ասել, պատմիր, խոսա, լացիր, ես լսում եմ։ Բայց մի բան եմ ուզում ասել, այդ ամբողջ արաներքին սենյակում Հիսուսի մոտ։ Որովհետեւ եթե Հագարի համար Լահայրոյի ջրհորը նորություն էր, ապա քեզ համար պիտի այն արդեն նորություն չլիներ։ Հիսուս Քրիստոսը այն մեկ կենթանին է, այն մեկն է, ով համարվում է իմ եւ քո կենթանի ջրի աղբյուրը, ով տարիներ առաջ հանդիպեց մեզ հետ, իր կենարար ջրերից խմցրեց, հագեցրեց, մենք հագեցանք, խմեցինք, մենք զգացինք, որ հա սա մի հատ ուրիշ ջուր է, սա մի հատ ուրիշ կյանքի խոսք է, այն փոխեց իմ կյանքը, այն փոխեց իմ մտածելակերպը, այն փոխեց իմ կյանքի ուղին, այն փոխեց ինձ արմատապետ, այն փոխեց ինձ հավիտենության համար, ես այլևս նույնը չեմ, ինչու, որովհետև Էլրոյը հանդիպեց ինձ մի օր, որովհետև Լահայրոյի ջրհորի Աստվածը իր կենդանի ջրերով իմ ծարավին վերջ դրեց, իմ ծարավին վերջ դրեց, իմ դեգերուններին վերջ դրեց։ Եվ եթե ես այսօր ծարավում եմ, անմիջապես գիտեմ Լահայրոյի տեղը, գնում եմ եւ ասում եմ, մի քիչ ջուր տուր ինձ, խմեմ, ոտքի կանգնեմ, շարունակեմ ապրել։ Ամեն։ Ինչ լավն է Հիսուս։ Ծննդոց 16-13-ում, լսեք, որտեղից ես գալիս Հագար և ուր ես գնում, Հագարն ասաց ես գալիս եմ Աբրահամի տնից, Սարան իմ տիկինն է և ինձ հալածում, բայց չպատասխանեց այս հարցին, բա ուր ես գնում։ Հիմա, նա տեսավ իր հետ խոսող Եհովայի անունը կանչեց, թե դու իմ տեսիլքի Աստվածն ես, այստեղ օգտագործվել է Էլրոյի բառը, դու իմ տեսիլքի Աստվածն ես, որովհետև ասաց, արդյոք էլ կտեսնեմ այստեղ իմ տեսիլքից հետո նրան, էլ կտեսնեմ, այս խոսակցության ժամանակ, կարդանք Ծննդոց, լավ սանայինք հետո, Ծննդոց 14-ը, ուզում եմ, որ դու անպայման տեսնես ինքը ինչ ասեց Հագարին, ուր գնա Հագարը, որովհետև քեզ հիմա պետք է, որ Հիսուսը քեզ ասի, ինչ անես, նա ասաց Հագարին ինչ անես, նա ասաց Հագարին ուր գնա, ես ուզում եմ, որ անպայման դու վերցնես, ես հավատում եմ, որ այս պատգամը, այս կենթանի խոսքը, այստեղ նստած ցանկացած մեկի համար է, մի գնա այնտեղ, որտեղ Տերը քեզ չի ասել գնա, հիմա լսիր կգնաս այնտեղ, որ Տերն ասել է գնաս, այո, որովհետև եթե դու գնաս այնտեղ, դու քո թեկուզ խնդիրներիդ մեջ հայտնվելու ես ուղիղ Աստծո կամքի կենտրոնում։ Հագարը հույս ձեռք բերեց, Աստծուց լսված լինելու իր ցանկությունը կատարվեց, Աստված խոսեց նրա հետ, Տերը լսեց նրան, բանատեղ դրեց, կա չէ որ երբեմն ասում եք ձեր տան անդամներին, ինձ բանի տեղ չեն դնում, ինձ բանատեղ դրեք, հա? Հագարի հետ հանդիպեց, խոսեց և ես ուզում եմ, որ մենք շտապ մտնենք Ծննդոց 16-14-ը։ Վասնվորու այդ ջրհորի անունը Լահայրոյի ջրհոր դրավ, Ահաննա Կադեսի և Բարադի մեջտեղում էր, այս ջրհորը դրավ, բայց ես գիտեք, ես կարծում եմ մենք
16-ի այն մեջտեղում կորցրել ենք նա, որ ասեց, որ չեմ ուզում հիմա նորից նկարը հետ բերենք, ես բառացիկ ասեմ, որտեղից ես գալիս եւ ուր ես գնում, պատմեց ու որտեղից է գալի, բայց ուր է գնում, Աստված ասեց ուր գնա, ասեց Հագար, գիտես քեզ ինչ է պետք անել, քանի մարդը այսօր ուզում լսի ինչ է ուզում ասի Աստված, մենք շատ ճանապարհներ ունենք ընտրած, մենք հրաշալի գիտենք ուր գնանք, բայց գիտես որ այդ ճանապարհները չէ, որ դրանք այն ճանապարհներն են, որը պիտի դու գնաս, այն ճանապարհներն են, որոնք հավատարիմ ճանապարհներ են քեզ համար եւ ճիշտ ճանապարհ կամ Աստծո կամքով, եւ Աստված ասեց. Հագար, ես լսեցի, որ դու ասացիր, որ քեզ Սարան տանջել են, ես լսեցի, որ դու ասացիր, որ քո մարմինը վարձով են վերցրել եւ անգամ քեզ չեն հարցրել, դու ուզում ես մայրանալ թե ոչ, դու ուզում ես հղիանալ թե ոչ, ես հասկացա, որ դու ասացիր, թե դու նրանց տան ստրուկն ես, նրանց տան աղախինն ես, նրանց տան համար էփողն ես, թափողն ես, լվացողն ես, մաքրողն ես, նրանց ոտերի տակ մաքրողն ես, դու նվաստ կարգավիճակում ստատուս ունեցող մեկն ես, կաչեկին, որ անընդհատ կասի, ես մեր տան համբալն եմ, էփեմ, թափեմ, լվամ, մաքրեմ, այսքան բան, ուրիշ ոչ մի պատիվ, բոլոր կանայք այս նախադասություն անգիր ասել են, թե ոչ, ասել են, հա, ես մեր տան տպողն եմ, բազի գնա աշխատի փող բեր, լվացքա արա, ճաշը էփի, ամանները լվա, երեխեքին, հեսա, սրա համար, ես մի բան ասեմ քեզ, բա ինչի համար է իր ամուսնացել, բա պիտի ամուսնանայիր, ամուսնուց շորերը լվայիր, չէ, ոչինչ, այսօրվանից կեթա ուրիշ մեկը կլվա, ուզում ես չէ, չի ուզում, ուզում որ ինքը լվա, շատ լավ, բա դու ձեր տան ճաշով էփի ես մերն եմ էփում, բավական է ինձ դա, բա ձեր երեխաներին ով դաստիարակի է, դու դաստիարակի, երեխաներ ամուսին ճաշ, տուն, նորմալ երևույթ է, հա, բայց տունը որտեղ Հագարն ապրում էր, այդ իրանը չէր, այնտեղ ինքը իսկական աղախին էր, պարզ է, դու դեր տան աղախինը չես, դու դեր տան թաքուհին ես, քեզանից ինչ աղախին, դուք ոչ մեկը ինձի չեք կարանալու համոզեք, որ դուք աղախին եք, ավելի շատ ես հակված եմ համոզվելու, որ դուք բոլորը ձեր տան թաքուհիներն եք, այո, ուզում են ծափահարելի ես, ծափահարեք, զգացին, որ թաքուհի է, շատ լավ, պիտի մեկը կողքից ասել, որ մարդը զգա, շատ լավ, ուզում եմ անցնենք մի փոքր առաջ, նայենք մի բան, այսա, սրա մասին ես երեկ խոսեցի աղոթքի ծառայության ժամանակ, գիտեք մենք ասում ենք, Աստված չի խոսում մեզ հետ, դուք ճիշտ եք ասում, կապահել, որ Աստվածը լռում է, շատ քարոզիչներ ասում են, նա երբեք չի լռում, ինչու? Եթե դու աղոթում ես ու քո աղոթքի պատասխանը չկա եւ դա չկա տարիներով, բա չի լռում, բա ինչ է անում, հա? Ֆանտաստիկ քարոզներ չեմ սիրում լսել, սիրում եմ լսել պատգամներ, որոնք այսօր այստեղ վերաբերվում են ինձ, այո? Աստված կարող է լռել որոշ ժամանակով քո կյանքում, բայց նա երբեք չի կարող բացակայել, ես ուզում եմ, որ դու սա վերցնես, խնդրում եմ սա վերցրու, երբեք, ես մի քիչ առաջ էր, երբ որ նոր սկսեցի պատգամն ասեցի, եթե իմի բերես անգամ նա քո մանկությունից, երիտասարդական պատանեկան տարիների մեջ ներկա եղել, նա երբեք չի բացակայել, այն օրը, որ լույս աշխարհ եկար, նա այդ օրվանից մինչև այսօր չի բացակայել մի վայրկյան քո կյանքից, բայց նա կարող է որոշ հատվածներում լռել, բայց ոչ միշտ լռել, մի օր սպասիր, նա կխոսի, Հագարը ստրուկ էր, Հագարը վատ պայմաններում էր ապրում, Հագարը իրան օգտագործված եւ դեն շպրտված էր զգում, բայց մի օր եկավ Հագարի հերթը, երբ ամենածանր եւ դաժան պայմաններում անապատում հղիկինը կիզիչ արևի տակ անջուր մեռնում է, հենց այդ պահին Էլրոյը հանդիպեց եւ ասել, ես քո Աստվածն եմ, որ տեսնում եմ քեզ, ես Լահայրոյի ջրհորն եմ, աղբյուր, որը քեզ կփրկի մեռնելուց, Փառք Հիսուսին, հալելույա, ամեն, նա կարող է քո կյանքի որոշ հատվածներում լռել, բայց չէ բացակայել, ուզում եմ, որ մի հատ մեկին գտնես, ես մի եղբորը գտի, մեկին, ասա, նա կարող է լռել, բայց նա չի կարող բացակայել քո կյանքից, խնդրում եմ գտի մեկին, մի քիչ խարիզմա տեղի,
ինձ ձեր մի տվեք, հազիվ նստել եմ, մեկ էլ աշկս կպնում է, այդ ում աշկը կպել է վեր կատ տեղիցդ գնա այդ մեկին ասա, նա չի կարող բացակայել քո կյանքում, նա չի բացակայում, ամեն, նա չի բացակայում, նա կարող է լռել, որովհետև պատճառ կա ինչու է Աստված լռում, բայց նա միշտ չէ որ լռելու է, նա մի օր խոսելու է, եւ գիտես ինչպես է խոսելու, Հագարին ասեց, Հագար, որպեսզի այս իրավիճակից դու դուրս գաս, ես բան ունեմ քեզ ասելու, տուն գնա։ Տուն, մեր տուն, ես այդպես եմ փախել։ Մեր տուն, չեմ սիրում մեր տունը։ Հագար, տուն գնա։ Բայց մի հատ բան էլ ասեց։ Հերիք չի տուն կգնաս, ասեց մի հատ էլ կխոնարհվեց։ Այս քրիստոնեության մեջ այս մասը չեմ սիրում էլի։ Չեմ սիրում քրիստոնեության մեջ այս մասը խոնարհվի, սպասի, աղոթի, որ կրոնն է, որ արագ է պատասխանում, ոչ մի կրոն, որովհետև ոչ մի կրոն չունի կենդանի առաջնորդ, ոնց որ այն հավատքը, որը դու ես որդեգրել։ Քրիստոնեության առաջնորդն է կենդանի, ականջներ ունի, որ լսում է, աչքեր ունի, որ տեսնում է, բերան ունի, որ խոսում է, եւ այդ առաջնորդի անունն է Հիսուս։ Հալելույա։ Ամեն։ Հալելույա։ Ամեն։ Գնանք առաջ։ Աստված նա է, ով քեզ Հագարի պես կոչում է իր անունով, գնում է Լահայրոյի ջրվորը քեզ հետ հանդիպելու եւ ասում. ապրիր, երբեք մի հանձնվիր։ Ես քո եւ քո սերունդների համար ծրագիր ունեմ։ Հագար, այստեղ խնդիրը մենակ քո մասին չէ, խնդիրը նաեւ քո ընտանիքի մասին է։ Խնդիրը նաեւ քո որդիների մասին է։ Եղբայրս եւ քույրս հասկանում ես ինձ։ Ասաց Հագար, լսեցի, բավականին բարդ խնդրի մեջ ես ընկել, գնա այնտեղ, որտեղ այդ խնդիրն է։ Տուն, մեր տուն, ես քեզ կոչ եմ անում, գնա ձեր տուն։ Չգնաս ոչ մեկին պատում ես քո պատմությունը, գնա ձեր տուն։ Գիտես ինչու։ Ուզում եմ որ հուսադրված լինես։ Չեմ ուզում գնամ մեր տուն, գնա ձեր տուն։ Գնա եւ խոնարհվիր այդ տանը։ Ինչու։ Որովհետեւ Էլրոյը քեզ ասելու բան ունի։ Ես տեսնում եմ որտեղ որ դու կաս, ես այն Աստվածն եմ որ տեսնում եմ քեզ, գնա քո տուն, ես ծրագիր ունեմ քո հետ էլ քո երեխաների, քո սերունդի հետ էլ։ Գնա եւ խոնարհվիր, դու ժամանակ ունես դեռ։ Կինկա որ գալիս է բժշկի մոտ եւ ասում է. իմ ծննդաբերական ցավերը կարծես սկսված են։ Ես ուզում եմ որ դուք ինձ պարկացնեք։ Դոկտորը, որը նայում է իրան, ասում է. չէ, դուք հələ դեռ ժամանակ ունեք։ Ո՞й ինչ եք ասում։ Ես լավ գիտեմ թե դուք։ Ես ցավեր ունեմ եւ այլն։ Ամեն բանը ծնելու իր ժամանակը կա։ Որքան էլ դու ախտանշաններ ես ասում, որքան էլ նշանների մասին ես պատմում, կան մասնագետներ, որ ասում են դա այդպես չէ։ Որքան որ մեր խնդրումը մեծ ցույց ենք տալի, լացում ենք, հուզվում ենք, եւ դա միգուցե այդպես է, բայց կա մեկը, որ ասում է, ժամանակը չէ, որ դա ծնվի, դեռ երկունքի ցավերին ժամանակ կա, գնա տուն։ Այո։ Ուզում եմ որպեսզի կարողանանք բոլորս հասկանանք, որ մեր ապրած կյանքում ամենակարևոր բանը հասկանալն է հետեւյալը. ժամանակ, ինչի մեջ որ մենք ապրում ենք, ժամանակ ծնելու, ժամանակ ծիծաղալու, ժամանակ լացելու, ժամանակ հետ կանգնելու եւ ժամանակ առաջ գալու, ժամանակ քարերը փեշերի մեջ հավաքելու եւ ժամանակ հավաքած քարերը փեշերից տապելու, ճանաչիր քո ժամանակը։ Եթե չգիտես որն է, Լահայրոյի ջրհորի մոտ Էլրոյը սպասում է քեզ, հարցրու եւ նա ցույց կտա քեզ։ Ամեն։ Հալելույա, Աստված տվեց Հագարին հույս, որի անունն էր Իսմայել, նա որդի ծնեց, Հագարն այլևս մենակ չէ, ուներ որդի եւ Աստված շատ բաներ խոսեց իր որդու մասին։ Նա ունի հույս եւ նա ունի հույս նաեւ քեզ համար։ Այո, բայց ամենաօրհնյալ բանը հետեւյալն է, քո հույսն էլ անուն ունի։ Եթե Հագարի հույսի անունը Իսմայել էր, ապա Էլրոյը քեզ կպատմի, բա քո հույսի անունը ինչ է։ Ես ուզում եմ սա ամբողջովին նորից ասել ձեզ, Աստված տվեց Հագարին հույս, որի անունն էր Իսմայել։ Նա ունի հույս նաև քեզ համար, եւ քո հույսն էլ անուն ունի։ Դրա անունը կստանաս
եւ կհանդիպես նրան Լահայրոյի ջերհորի մոտ։ Ալելույա։ Կրկին շարժվենք ծննդոց գիրք։ Կրկին շարժվենք ծննդոց։ Եվ Սարան տեսավ, որ Եգիպտացի Հագարի, այո, 9:20։ Եվ Սարան տեսավ, որ Եգիպտացի Հագարի որդին, որ ծնեց Աբրահամի համար ծաղրող էր, եւ ասաց Աբրահամին. «Դուրս արա այս աղախինին էր, իր որդուն էր, որովհետեւ այս աղախինի որդին իմ որդի Իսահակի հետ, արդեն Իսահակն էր ծնվել, արդեն Հագարի որդի, ուրեմն Իսմայելն էր մեծացել»։ Սա 21-րդ գլուխն է։ Մենք մի քիչ առաջ խոսում էինք 16-ից։ Պատմությունը փոխվել է, Հագարը հետ վերադարձավ, ծնեց արդեն Իսմայելին, այդ ժամանակ նաև հղիացավ Սարան եւ ծնեց Իսահակին, եւ այստեղ նույնպես կրկին կոնֆլիկտ առաջացավ, Հագարի եւ Սարայի որդիները չէին հարմարվում իրար հետ, եւ 12-ը կարդանք եւ Աստված ասաց Աբրահամին. «Թող աչքերիդ դժվար չերևա քո տղայի եւ աղախնի համար, ամեն ինչ որ Սարան քեզ ասել է, նրա խոսքը լսիր, որովհետեւ Իսահակով է քեզ համար սերունդ լինելու, կոչվելու, եւ աղախնի որդին էլ аз կշինեմ, որովհետեւ քո սերունդն է, նա էլ քո երեխան է»։ Եվ Աբրահամ առավոտած կամուկ վեր կացավ եւ հաց ու մեկ տիկ ջուր առավ, Հագարին առավ ու դրա ուսի վրա դրավ Հագարին տվավ եւ նրա Հագարի ուսի վրա դրավ այդ հացն ու ջուրը։ Տղան էլ տվավ նրա ձեռքին, արձակեց նրան եւ նա գնաց եւ Բերսաբեի անապատում մոլորված մաներ գալիս։ Պատմությունը երկրորդ անգամ կրկնվեց։ Գիտեք ինչու՞։ Երբ Աստված ասաց Հագարին գնա տուն, նա ասաց նաեւ գնա ու խոնարհվի։ Հագարը վերադարձավ տուն, բայց չխոնարհվեց։ Լսիր Աստծուն ամբողջովին։ Խոնարհությունը շատ լուրջ պտող է, հավատա, այստեղ Աստված է ասում թող գնա, Հագարին դուրս հանի, ես նրան մենակ չեմ թողնի, նրա սերունդից էլ աս կհանեմ, բայց դուք արդեն սխալ եք արել, որ այս երեխային ծնել եք Իսմայելին, որովհետև իմ կամքն էր, որ Իսահակը ծնվեր, բայց քանի որ ես խառնաշփոթը դուք ամուսիններով սարքել եք, ես կփորձեմ այս խառնաշփոթի մեջ պարզաբանում բերելու։ Ուրեմն այսպես, Իսահակը խոստումի որդի է, մնում են տանը, ուրեմն այսպես, Իսմայելը խոստումի որդի չէ, դուրս են քանում, նա կդառնա առանձին ազգ, ես նրա մորն էլ, իրան էլ բոլորին էլ կորտնեմ, ինքը մեծ ազգ կդառնա, Իսմայելով առաջացավ իսլամական աշխարհը, որը այսօր ծովի ավազի չափ անհաշվելի է։ Աստված ասեց, Աստված արեց։ Հիմա կասես, ինչու Հագարի որդուն օրհնեց։ Հագարը ուղղակի կին էր, որ Աստծո կարիքն ուներ, եւ Տերը օրհնեց։ Եվ նրա հետ վատ էին վերաբերվել, դրա համար Աստված կանգնեց նրա կողքին։ Կապ չունի, որ այսօր այդ մուսուլմանությունը դուրս է եկել հալածում է Իսահակին, կապ չունի։ Դուք եք արել, Աստծուն մեջտեղ մի բերեք։ Այո, մենք ենք սաղարել։ Սարան եւ Աբրահամը այս կաշեպեցին։ Այո, շատ լավ։ Եվ մի բան էլ եմ ուզում ասեմ, եւ կամաց մոտենանք ավարտին։ Մի բան էլ եմ ուզում ասեմ։ Շատ լավ։ Լավ, սա կարդանք։ Կարևոր բան, որ ուզում եմ ուշադրությունդ սավերես սրա վրա, կենտրոնացնես։ Եթե Հիսուսը Սամարացի կնոջը բերեց Հակոբի ջրհորի մոտ, ապա Հագարի ժամանակ ջրհորը տարավ Հագարի մոտ։ Գիտեք սա ինչ է նշանակում, Սամարացիքին ի վիճակի էր գալու, բայց միգուցե քո կյանքում այն վիճակն է, որ դու ի վիճակի չես, ոտի կանգնելու, ի վիճակի չես անելու բաներ, որ պետք է անես, բայց հոգ չէ, այստեղ էլ բարի լուր ունես քեզ համար։ Նա Լահայրոյի ջրհորը ձեր տուն կգա։ Ամեն, նա կգա քո մոտ։ Եթե Սամարացիքին եկավ Հակոբի ջրհորի մոտ, ապա Հագարի դեպքում Աստված ջրհորը տարավ։ Ես ուզում եմ սա ասեմ, որ երբեմն եւ քո ոտքերիդ վրա ամուր կանգնած ես, դու կարող ես գնալ, փնտրել, որոնել, բայց երբեմն սիտուացիաները, երբ որ քեզ ի վիճակի, ոտքից գցում են ու դու ի վիճակի չես կանգնած մնալու, նա կգա քեզ մոտ։ Որովհետեւ նա հավատարիմ է, որովհետեւ նա Էլրոյն է, Աստված, ով տեսնում է ինձ։ Նա այն Լահայրոյին է, այն կենթանին է, այն մեկ կենթանին է, որի անունն է ջրի աղբյուր։ Բռնվիր Հիսուսից։ Բռնիր այսօր նրա մեկնած ձեռքը։ Միգուցե դու ֆիզիկապես այդ ձեռքը չես տեսնում, որ մեկնել է,
բայց ես ուզում եմ քեզ վստահեցնել հոգու մեջ, բռնիր այդ ձեռքից, բռնվիր եւ բարձացիր, բռնվիր մի բաց թող քո շանսը, նա եկավ եւ անապատում երկու անգամ վտարված, քշված, մեկ հղի վիճակում, մեկ արդեն որդուն ծնած Հագարի հետ հանդիպեց եւ նրա կյանքում բացեց աղբյուրներ, այդ ընկած վիճակում, որտեղ Հագարը, ինչպես սամարացի կինը, մի բարի պտուղ չէր։ Երկուսն էլ մի բարի պտուղ չէին, երկուսն էլ ունեին իրենց հանցանքները, ունեին իրենց արատավոր, պակասավոր տեղերը, բայց թե մեկին եւ թե մյուսին այդ պակասավոր կամ արատավոր կանանց հանդիպեց Էլրոյը եւ փոխեց նրանց կյանքը։ Դուք ասում եք ինչպեսին է Աստծո սերը, ահա։ Դուք ասում եք ինչքան է Աստծո շնորհքը, ահա։ Դուք ասում եք որքան է Աստծո ներումն ու ողորմությունը, չափը կորցրած, հաշիվը կորցրած, սերը Հիսուսը։ Հիսուսն է քո ջրհորը, քաշիր նրանից կյանքի ջրերը, որպեսզի ապրես դու եւ քո սերունդը, չկա ուրիշ աղբյուր հավատային եղբայրս քույրը, Հիսուսն է Էլրոյը, լահայրոյիկո, հապրծնող ջրհորը, քաշիր նրանից մաքսիմումով կյանքի ջրեր, խմի, ապրի դու եւ ապրեցնու նրանց, ովքեր քո հետ են, ովքեր չեն կարողանում կանգնել իրենց ոտքերի վրա ամուր եւ գնան դեպի ջրհորը, հիշիր սա, նա ջրհորը քեզ մոտ կբերի, եթե ի վիճակի չես։ Ամեն, հալելույա։ Ավարտելուց առաջ կոչ եմ ուզում անեմ, սիրելի եկեղեցի քեզ։ Եթե այսօր Հագարն այստեղ լիներ ներկա ֆիզիկապես, ինչ կարող էր նա ասել քեզ։ Վստահ եմ, որ Հագարը երկար չէր խոսա քեզ կասել բաներ, որը կվերցնեիր, կտանեիր քո կյանքում եւ դա կլիներ քոնը։ Նա կասել Աստված այն մեկն է, եղբայրներ եւ քույրեր, 100% հավատացեք, նա տեսնում է ձեզ։ Որտեղ էլ որ գնաս, Դավիթն ասեց. «Հելնեմ վերև, ընդեղ ես, իջնեմ գետնի տակ, ընդեղ ես, ծովի հատակը մտնեմ, ընդեղ ես, երկրի վրա կանգնեմ, այնտեղ ես»։ Նայն, որ եւ քո երեսից ուր գնամ Տեր։ Որտեղ ծածկվեմ քո երեսից։ Հագարը կասեր քեզ, ոչ միտեղ մի պախի, ոչ մի մարդկային գործ մի ձեռնարկի։ Նա ջրհորը քեզ մոտ կբերի, եթե կարիք կա, եթե կարիք չկա դու գնա նրա մոտ, բայց սա իմացին, նա Էլրոյն է, նա տեսնում է քեզ, ուր որ դու կաս։ Ամեն, ամեն։ Նա այն մեկն է Հագարը կասեր, որ հավատա ինձ, ստվերի պես քո ետևից գալիսը, ես դա ճաշակել եմ, ես մի օր անապատում զգացի, ասեցի, ոյ, ետո որ ետևիցս գալիս է, ես ուզում եմ քեզ ասեմ, դա Էլրոյն է, որ գալիս է քո ետևից, ուր որ գնաց, խանութ ետևիցդ, տուն ետևիցդ, դժվարության մեջ ես ետևիցդ, լացում ես ետևիցդ, ուրախ ես ետևիցդ, ուր գնացի, անապատում ես, չորության մեջ ես, ուրախության վայրում ես, դժվարության փորձության մեջ ես ետևիցդ։ Ես նրան ասացի, ոյ, սա իմ տեսիլքի Աստվածն է, այսինքն այն մեկն էր այն ստվերը, որին ես տեսա, դա Էլրոյն է, դա գալիս էր իմ ետևից, դա այն մեկն էր, որ ինձ ասեց, ահա ջրեր կին, խմի, եւ ես այդ աղբյուրի անունը ես դրեցի, ես ասացի, լահայրոյի, այն կենդանի աղբյուրը, որ ունի ջրեր, որ խմեցնում է, որ չմեռնես, ամեն, հալելույա, ավելի բարձր, ծամահարին Աստծուն, հալելույա։ Իսկ միգուցե մի դառնացած հոգով մեկը այսքանից հետո վեր կանա ասի, հա ինչ է նշանակում ինձ համար Էլրոյ, հա ինչ, լահայրոյի ջրհոր, ինչ տվեց էդ ինձ, ինչ կտա ինձ, հեսա հիմա վեր կանամ տնից, որ այստեղից որ գնամ տուն, նույն պատմության հետ եմ հանդիպելու, ես քեզ կասեմ դու շատ ճիշտ ես ասում, հիմա որ դու դուրս գաս այստեղից ու գնաս ձեր տուն, դու նույն խնդրի հետ ես հանդիպելու, կարող է այդպես չէ, այդպես է, բա ինչ դրանից ինչ ելք, ես ուզում եմ որպեսզի դու ելքը տեսնես, ելքը քեզ թվում է որ Աստծո մեջ եմ, բայց արի ուտես ելքը քո ձեռքերում է, սամարացի կինը ետը վերադարձավ եւ ապրեց։ Սամարացի կինը ետ վերադարձավ ջրհորի մոտ եւ ասաց, քո տված ջրերի համը փոխեց կյանքս։
Չէ դու չես կարող լինել սովորական մեկը, չէ քո աչքերը նման չեն սովորական մարդկանց աչքերի, չէ քո ձայնը նման չի սովորական մարդու ձայնի, քո սիրտը նման չի սովորական մարդկանց սրտին։ Գնաց Սամարիա եւ ասաց. լսեք, միգուցե դուք ինձ չեք հարգում, միգուցե դուք ինձ որպես անբարոյական կին եք տեսնում, բայց դա հիմա մի քանի րոպեով թողեք այն կողմ, լսեք ինձ, ես Հակոբի ջրհորի մոտ մեկին եմ գտել, որի աչքերը նման չեն ձեր աչքերին, ես մեկին եմ գտել, որի ձայնը նման է շատ ջրերի ձայնի, ես մեկին եմ գտել, որի աչքերի մեջ ես օրը, եկեք գնանք նրա մոտ, նա է մեր կյանքի աղբյուրը, նրա մոտ կա ջրեր, որ եթե խմենք չենք մեռնի, կհաղթահարենք մեր անապատը, եկեք գնանք և Հիսուսը նստած ջրհորի մոտ սպասում է, աշակերտները եկան և հարցրեցին. Ռաբի, ինչ ես անում, ում ես սպասում, գնացել էին Պետրոսը կազմակերպել էր այդ այն խորոված առնեին, Պետրոսը միշտ են սոված, պանտեց հարցերը վերջան, Հիսուսն ինչով էր զբաղված, նա ինչով էր զբաղված, Պետրոսը պիտի գնա խորովածի ետևից, ալելույա, Պետրոսը գնացել խորովածի ետևից, բայց Հիսուսն ասեց, Պետրոսը դա կարող է իրեն թույլ տալ, բայց ես պիտի մնամ ջրհորի մոտ, որովհետև մի ջարդված, ճակատագիր ունեցող և անարգված կին է գալու այստեղ, և ես փոխելու եմ նրա կյանքը, ես նրան ասելու եմ, ես քեզ այնքան երկար եմ սպասել, ես Հիսուսն եմ, Աստծո որդին, ես Հիսուսն եմ Դավթի որդին, ես այստեղ եմ, որ քո կյանքը փոխեմ, եկ ծանոթանանք, իմ անունն է Էլրոյ, ինչ է նշանակում Էլրոյ, չգիտես, ով կին, ով տղամարդ, Էլրոյ նշանակում է ես այն մեկն եմ, որ տեսնում եմ քեզ, իսկապես, այո դու իմ կյանքը պատմեցիր, այո դու պատմեցիր, ուրեմն դու միշտ ես եղել իմ կյանքում, ուրեմն երբ որ առաջի ամուսինը Սառային վաղ կային, երբ որ 5-րդը Սառա էլի կային, երբ որ 6-րդն էլ կար էլի կային, դու ամեն ժամանակ, ամեն վայրկյան, ամեն պահին իմ կյանքի ամեն ընթացքում եղել ես իմ հետ, այո, բայց ես եկել եմ, որ մենք ստեղծենք նոր և նոր ջերմ մտերմիկ հարաբերություններ իրար հետ, որ երբ որ նորից կրկին ծառավես այնպես չէ, որ չես ծառավի, կծառավես, դու գոնե կիմանաս, որտեղ գնաս, որ քո ծառավը կատարելապես հագեցնես, ծանոթանանք, իմ անունն է Էլրոյ, իմ անունն է Լահայրոյ ջրհոր, երբ կծառավես, երբ կհոգնես այս աշխարհից, երբ կբեզարես, երբ կհասկանաս, որ այլևս ի վիճակի չես, որոշ բաներ կրելու և տանելու, ինձ մոտ արի, ես սպասում եմ քեզ։ Էլ ինչ ունեմ այսօր ասելու, մի հատ եմ նախադասություն ունեմ ասելու, եթե դու երբևիցե ճաշակել ես ու գիտես, որ իսկապես նա կյանքի աղբյուր է, իսկապես դա այն մեկն է, որ օգնեց և փրկեց քո կյանքը և այն փոխեց արմատապես, ապա նա այսօր մի բան է ակնկալում բոլոր նրանցից, ովքեր երբևիցե ճաշակել են այն մեկին, ում անունն է Հիսուս, ում անունն է հոգիների սիրահար, ապա դա քեզանից մի բան է ակնկալում, գնա և գտիր մեկին, ով մեռնում է ծառավից և ասա նրան, ես եկել եմ քո կյանքի մեջ քեզ մի պատմություն պատմեմ, դա տեղի է ունեցել ինձ հետ և այդ պատմությունն ունի հետևյալ վերնագիրը, հանդիպում Լահայրոյի ջրհորի մոտ, ինչ պատմություն է սա, մի օր, երբ ես գնացի հոգով, մի վայր, որի անունն էր Գողգոթա, չգիտեի, որ կյանքի սկիզբը այնտեղից է սկսվելու, ես նայեցի խաչի վրա գանված Հիսուսին, ում աչքերի մեջ այնքան սեր կար, որտեղից իմացա, որ նրա աչքերի մեջ սեր կար, գանված մարդը չէր կարող ունենալ սիրով լցված աչքեր, գիտեք որտեղից իմացա, երբ նա խաչի վրա ասաց, հայր, ներիր սրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում, ասացի, միթե կարելի է,
կյանքի այսքան օրհասական պահի կրկին շարունակել ներել և սիրել և հենց այդ նույն հին խաչի մոտ նրա խոցված ու արյունոտ ոտքերի տակ ես նուրբ կյանք գտա։ Հոսում էին Քրիստոսի արյան կաթիլները խոցված վերքերից և նրանք հոսում էին ուղիղ ինձ վրա։ Եվ նրա ամեն թափած արյան կաթիլը մաքրում ու հիմնահատակ ջնջում էր իմ բոլոր մեղքերը, իմ անցյալի պատմությունները, ու ես խաչի մոտ նրան խոստացա, որ իմ գիտակցական ամբողջ ապրած կյանքում իմ կյանքը մնացորդ կհրավիրեմ քեզ, Հիսուս։ Այդ օրվանից ես մի բան հասկացա, որ իմ կյանքում տեղի է ունեցել ճակատագրական հանդիպում Տեր Հիսուսի հետ։ Ես էլ կյանքի անապատում հանդիպել Լահայրոյի ջրհորի Աստծուն։ Այդ կենդանի աղբյուրը ես էլ եմ տեսել, ես էլ եմ խմել նրա ջրերից, ես էլ ծանոթացա նրա հետ, ով ինձ հետո պատմեց, ես քո Էլրոյն եմ, Աստված, որը տեսնում է քեզ և գալիս է քո ետևից։ Բռնվիր Հիսուսից։ Աստված այսօր ակնկալում է, որ այս մասին կպատմես ինչ-որ մեկին, որ երբևիցե դու հանդիպել ես Լահայրոյի ջրհորի մոտ քո ծարավը հագեցնողին, և մի ծարավից մեռնողի, և մի ընկած, ջարդված և անտեսված ինչ-որ մեկին կպատմես նրա մասին և կօգնես, որ նա նույնպես գնա այդ ջրհորի մոտ։ Այսօր Հիսուսը ջրհորից օգտվածներից սա է ակնկալում, նրա մասին պատմի մեկ ուրիշ ծարավածի երկնքրեք ոտքի։ Հալելույա։ Հալելույա։ Չեմ կարծում, որ կդժվարանաս երևակայել հետևյալը, որ թե Սամարացի կինը և թե Հագարը, ովքեր վտարված էին կանանց երեսից, մեկը իր տիրուհու, մեկը իր շրջապատին, որքան նրանց համար մեծագույն օրհնություն էր ինչ-որ մեկի կողմից լինել սիրված, նկատված, ինչ-որ մեկի հոգատարության մեջ։ Այդ երկու կինն էլ ապրեցին դա։ Ապրեցին հենց անձամբ Տեր Հիսուսի հոգատարությունը, խնամքը, սերը։ Հասարակության համար դեն շպրտված, տրորված, նվաստ կանայք ձեռք բերեցին նոր կյանք Քրիստոսով։ Հիսուս Քրիստոսը այն մեկն է, ով 2000 տարի առաջ եկավ աշխարհ և սիրելի քույրս քեզ եմ ուզում ասել, կանանց ընկած ստատուսը բարձրացրեց։ Մինչև այդ կինը ուղղակի ոչինչ էր։ Քրիստոսն է քեզ կարգավիճակ տվել և քո անունը կոչել է դուստր Սիոն։ Ասել է ես քո Սարոնի վարդն եմ, ես քո դաշտի Շուշանն եմ, ինչ սիրելի ես դու։ Եսային ասում է, իմ հարսը նման է մի թագուհու, որ ոսկեհու հանդերձներ ունի իր հագին, և նրան պալատ եմ տանում։ Քեզ, որ հիմա զգում ես անարգված և կոտրված, այսպես է նայում Հիսուսը, որպես թագուհի, ոսկեհու հանդերձներով, որին տանում եմ պալատ իր տիրոջ մոտ։ Սա ինչ է։ Ես խոսացի քո վերջի մասին։ Ոսկեհու հանդերձներով մի օր կանգնելու ես թագուհու պես տիրոջը առաջ, թագավորի պես տիրոջը առաջ։
Գալուց առաջ ուզում եմ մի համարել կրթամ, որ այդքան խոսեցինք ջրհորների մասին, որ այդքան խոսեցինք ծարավի հագեցման եւ ջրերի մասին, ես ուզում եմ ասեմ Հիսուս Քրիստոսը անձամբ ինքն է, հեղինակավոր ձևով ամբողջ աշխարհի մեջ հայտարարել. ես եմ կյանքի ջուրը։ Եվ տոնի վերջին մեծ օրումը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասաց. եթե մեկը ծարաված է, թող ինձ մոտ գա եւ խմե։ Ինձ հավատացողը, ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենթանի ջրերի գետեր կփոխեն, էլ չես ծարավում։ Այ Հիսուսի մոտ, բռնվիր Հիսուսից, մնա նրա ոտքերի մոտ, ճանաչիր նրան, նա քո լահայրոյն է, նա քո էլրոյն է, նա քո կյանքը, անապատից, դրախտի ծախքուն այդու վրա